Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները։ Առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք ու ընտանիք։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Այսօրվա գիշերային զրույցի ընթացքում մենք խոսելու ենք շատ կարևոր մի թեմայից, որին շատերը թերահավատորեն են մոտենում։ Այսօրվա մեր հյուրը էնդոկրինոլոգ դիետոլոգ Հասմիկ Աբովյանն է եւ մենք խոսելու ենք սնունդ սեռական առողջություն կապի մասին։ Բարի ուշ երեկո Տիկին Աբովյան, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում եւ կարծում եմ շնորհակալին հետաքրքիր քննարկում է սպասվում։ Բարի երեկո, շատ շնորհակալ եմ հրավերի համար, հուսով եմ, որ իսկապես հետաքրքիր զրույց կունենանք։ Եվ այսպես, սնունդը մեր կյանքում առհասարակ շատերը գուցե չեն էլ կարևորում սննդի դերը, մտածում են ուտելու համար, ուտում են քաղցրահագեցնելու համար, վերջի վերջո քննարկենք, թե ինչ կարևոր նշանակություն ունի սնունդը մեր կյանքում եւ նրա դերը ընդհանուր առողջության պահպանման հարցում, որից հետո արդեն կխոսենք, թե ինչ դեր ունի մասնավորապես սեռական առողջության հարցում։ Իհարկե շատ ճիշտ նշեցիք, սնունդը մեր ամենահիմնական ինստինկտներից է եւ զուր չէ, որ այսօր սննդաբանությանը այդքան մեծ դեր է հատկացվում ընդհանուր բժշկության մեջ։ Ես կարծում եմ, որ ցանկացած բժիշկ այսօր իր կաբինետում ընդունելով պացիենտին, կարծում եմ, թե այսպես ասած յոլա չի գնա, գոնե մի փոքր սննդային խորհուրդներ չտալով պացիենտին։ Համենայն դեպս այդպես եթե լինի, ցանկալի է։ Եվ սնունդը իսկապես շատ մեծ նշանակություն ունի մեր առողջության համար։ Եվ տեսեք, սնունդը շատ մեծ դեր է խաղում մեր մի օրգանի վրա, որը անտեսվում է եւ գիտեմ, վստահ եմ, որ շատերը գաղափար չունեն այդ օրգանի մասին, որը կոչվում է աղիքային միկրոբիոտա։ Սա լիարժեք օրգան է մեր օրգանիզմի, ինչպես գլխուղեղն է, այո, շատ կարևոր, ինչպես գլխուղեղն է, ինչպես թոքերն են, ինչպես լյարդն է, եւ գիտեք, աղիքային միկրոբիոտան ամենամեծ մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է եւ չգիտես ինչու ունենալով այսպիսի հսկայական դեր մեր կյանքում շատ անտեսված է, անարգված է եւ ընդհուպ միջև օրս նրա հետ շատ վատ են վարվում ցավոք անգամ բժիշկներն են վատ վարվում, բայց դա երևի ուրիշ հաղորդման թեմա է։ Եվ մեր սննդակարգը շատ հզոր դեր ունի այս մեր օրգանի առողջության մեջ, որը մեզ իդեպ ապահովում է սկսած հոգեկան առողջությունից մինչև ֆիզիկական առողջություն, սոմատիկ առողջություն եւ նաեւ սեռական առողջություն։ Գալով սեռական առողջությանը, սննդի դերը մասնավորապես դուք որպես էնդոկրինոլոգ, դիետոլոգ, երևի թե բժշկության մեջ թերևս չի գտնվի մեկ ուրիշ մասնագետ, որը կարողանա ճշգրիտ տալ կարևորությունը հատկապես սննդի սեռական առողջության առումով։ Ինչ դեր ունի։ Մի փոքրիկ ավելի հիմնական կուզեմ պատասխանել հարցին, շատ եմ սիրում հիմնական մոտենալ ցանկացած հարցի, մանավանդ իմ մասնագիտության հետ կապված, ինչ բան է ընդհանրապես սեռական առողջությունը։ Սեռական առողջությունը բնորոշում է առողջ մարդուն։ Համաձայնվեք, դոկտոր ջան, որ եթե մարդը անառողջ է, սեռական առողջության մասին խոսելը ավելորդ է, անիմաստ է եւ գրեթե եթե մարդը անառողջ է, այս ասպարեզը սեռական գրեթե բացակայում է մարդու կյանքում։ Ընդ որում առողջությունը այս հարցում հատկապես ես կբաժանեի երկու մասի՝ հոգեկան առողջության, հոգեկան վիճակի եւ ֆիզիկական առողջության։ Իդեպ սրանք շատ կապված են իրար հետ եւ
եթե մենք ակնկալում ենք սեռական առողջություն, մենք պիտի ակնկալենք, որ մարդը եւ հոգեպես է առողջ եւ ֆիզիկապես է առողջ։ Գիտեք, հետաքրքիր է եւ դուք եւ ես գիտենք, ես խնդրում եմ ինձ ուղղեք, եթե ես սխալվեմ, որ մեր սնունդը անմիջականորեն ազդում է թե մեր հոգեկան առողջության վրա, թե ֆիզիկական առողջության վրա։ Իդեպ հոգեկան առողջության վրա կրկին ազդում է շատ հզոր մեխանիզմով, կրկին աղիքային միկրոբիոտայի հետևանքով։ Ինչու՞, որտեվ պարզվել է, որ մեր աղիքային միկրոբիոտան, մեր աղիները ընդհանրապես դա էնտերալ նյարդային համակարգ է։ Մեր աղիներում կա շան ուղեղի չափ նյարդային կապեր։ Այսինքն մեր աղիները խելացի են։ Մեր աղիները խելացի են։ Մեր աղիները թելադրում են մեզ վարք, մեր աղիները թելադրում են մեզ ճաշակ, մեր աղիները թելադրում են մեզ նախապատվություններ, մեր աղիները մեզ թելադրում են խառնվածք եւ երջանկության հորմոնները անգամ նրանցից մեկը օրինակ սերոտոնին կոչեցյալը, որի մասին բոլորը գիտեն այսօր գրագետ են։ Եթե տարիներ առաջ մենք կարծում էինք, որ այն արտադրվում է նյարդային համակարգում, գլխուղեղում, այսօր արդեն հայտնի է, որ նա 95%-ը արտադրվում է աղիներում, որոշակի մեր առողջ միկրոբիոտայի կողմից եւ հետո փոխանցվում է գլխուղեղ, այսինքն երջանկության հորմոնների քանակը, որից կախված է մեր տրամադրությունը, մեր հոգեկան նույնպես կախված է աղիքային միկրոբիոտայից եւ հետեւաբար այստեղ իդեպ ասեմ շատ ընդունված էր վատ տրամադրության ժամանակ ուտել ինչ-որ անթույլատրելի բաներ, հա, քաղցրավենիք, խմորեղեն, ասում ենք տրամադրության համար, իրականում ճիշտ հակառակն է, երբ որ մենք ուտում ենք այս բաները, մենք սպանում ենք մեր միկրոբիոտան, որը տալիս է մեզ երջանկության հորմոններ, հետևաբար մեզ պետք է հակառակը, եթե մենք չունենք տրամադրություն, մեզ պետք չի ուտել այս մթերքները, այլ պետք է ընտրել այն մթերքները, որոնք սնում են մեր միկրոբիոտային, որը կտա մեզ լավ տրամադրություն։ Կարող եք օրինակ բերել։ Մենք այստեղից արդեն ունենք եզրակացություն, որ կա սնունդ, որը ստեղծում է լավ տրամադրություն եւ կա սնունդ, որը կարող է նպաստել վատ տրամադրություն, այսինքն սննդից կախված է նաեւ մեր տրամադրությունը։ Որպես ոլորտի քաջատեղյակ մասնագետ, կարող եք մի քանի օրինակ բերել, թե հատկապես որ սնունդը կարող է օրինակ լավ ազդել տրամադրության վրա եւ հակառակը։ Մեր սիրելի միկրոբները, որոնք բնակվում են մեր աղիներում եւ տալիս են մեզ շատ բաներ, առողջություն, վիտամիններ են սինտեզում մեր համար, թույլ չեն տալիս, որ մենք քաշ ավելացնենք, թույլ չեն տալիս, որ մեր ինսուլինը խախտվի, ունենանք ինսուլինի հանդեպ ռեզիստենտականություն, չեն թողնում, որ դիաբետով հիվանդանանք, թե առաջի, թե երկրորդ տիպի, հա, այս մեր աղիները սիրում են բջջանյութ, նրանք սնվում են բջջանյութով եւ բոլորովին չեն սիրում մշակված մթերքներ։ Ուղղակի մշակված մթերքները նրանց համար մահացու այսպես սնունդ է եւ հետեւաբար մենք հասկանում ենք, որպեսզի մեր սիրելի միկրոբները բնակվեն, բազմանան, իրենց լավ զգան եւ թույլ չտա պաթոգեն ֆլորայի զարգացմանը, ախտածին ֆլորայի զարգացմանը մենք պետք է օգտագործենք ուրեմն շատ բջջանյութ պարունակող մթերքներ, որոնք են դրանք բնական մեր բանջարեղենն է, կանաչեղենն է, մեր միրգն է, իհարկե ամեն դրանց համար կա իր չափաբաժինը, բոլորը ունեն անգամ օրվա մեջ ժամեր, երբ ավելի բարենպաստ է նրանց օգտագործումը եւ այլն։ Այսինքն մեր սնունդը պետք է լինի առողջ եւ հետեւաբար եթե մեր սնունդը առողջ է, մենք առողջ ենք, միայն առողջ մարդը կարող է ունենալ առողջ սեռական կյանք։ Տիկին Աբովյան, իսկ որ սնունդն է վատ ազդում սեռական առողջության համար։ Ուրեմն սեռական առողջությունը, ինչպես արդեն բազմաթիվ անգամ նշեցինք, սա բացարձակ առողջ մարդու ուրեմն առավելություն է, հա։ Սեռական կյանքը, առողջ սեռական կյանքը, սա նույնանման անհրաժեշտություն է մարդու համար, ինչպես ուտելը, շնչելը եւ այլն, հա, սա բնածներից մեկն է եւ
այսօրվա բժշկության մեջ մենք գիտենք ձեր հետ, հա, որ ինչպես է բնութագրվում առողջ մարդու առողջ սեռական կյանքը, ծերությունն է խանգարում սրան, իսկ այսօրվա բժշկության մեջ մենք գիտենք, որ ծերությունը բնութագրվում է որպես հիվանդություն, որտեղ ծերությունը թվեր չեն, հա, մեր պասպորտի մեջ ծերությունը սա օրգանիզմի վիճակն է եւ ծերության ամենահիմնակարային այսպես բնութագրից մեկը ես կբնորոշեմ գեներալիզացված բորբոքումը, հա, մենք գիտենք, որ այդ բորբոքումը արդեն տանում է անոթների պաթոլոգիայի, տանում է ավելքաշի, տանում է ինսուլինի հանդեպ ռեզիստենտականության եւ հետեւաբար այս վիճակում առողջ սեռական կյանքը չի կարող տեղի ունենալ, որտեղ խանգարվում է եւ պոտենցիան, հա, էրեկտիլ դիսֆունկցիա է առաջանում տղամարդկանց մոտ, կանանց մոտ, չգիտես ինչու, մեր հասարակության մեջ այդ խանգարումներից ավելի քիչ է ընդունված խոսել, բայց կանայք էլ են ունենում նմանատիպ խնդիրներ, եթե այս գեներալիզացված բորբոքման հետևանքով նրանց մոտ առաջանում է ծերություն հիվանդությունը, որը կարող է լինել ցանկացած տարիքում, եթե մարդը ունի ավելքաշ, մարդը ունի նյութափոխանակային համալիր խանգարումներ, ունի գոտկատեղի ավելացում տարիքային եւ սեռական նորմաներից բարձր, տարիքային չէ սեռական նորմաներից բարձր եւ հետեւաբար տեսնենք թե որ սնունդն է բերում այս վիճակին, հա, գեներալիզացված բորբոքմանը մեզ մոտ բերում է ռաֆինացված, զտված մթերքները։ Դա շաքարն է, դա սպիտակ ալուրն է, արհեստական ճարպերն են, արագ սնունդը։ Դա արագ սնունդն է, իդեպ արագ սնունդի մասին կարելի է առանձին խոսել շատ երկար, հա, որոշ դեպքերում նա անգամ օգուտ է բերում, բայց սա ուրիշ թեմա է, այո, դուք ճիշտ եք, արագ սնունդը, արհեստական ճարպերը եւ եթե այս սնունդը հիմնական է եւ արկա է մարդու կյանքում ամեն օր, մարդը անխուսափելի կունենա այդ գեներալիզացված բորբոքումը օրգանիզմում, հետևաբար սա հավասար է ծերությունը ես բնութագրում եմ, ժամանակակից բժշկությունը բնութագրում եմ որպես հիվանդություն, որտեվ այսօր ծերությունը դա թվեր չեն, ինչպես ես ասացի անձնագրի մեջ, այլ դա օրգանիզմի ընդհանուր վիճակն է, հա, եւ եթե այսպես կա այսպիսի տեսակետ, մեր բժշկությունը դա համաձայն եք ինձ հետ երևի, որ փիլիսոփայություն է, առանց փիլիսոփայական մոտեցման չի կարող լինել բժիշկ, որը կարող է օգնել իր պացիենտին եւ չես կարող բուժել։ Բժշկությունը դա փիլիսոփայություն է, փիլիսոփայական ուղեղի այսպես դրամադրվածություն եւ ես միշտ սիրում եմ մի արտահայտություն, որ չկան բացարձակ առողջ մթերքներ եւ չկան բացարձակ վնասակար մթերքներ, կա առողջ ապրելակերպ, կան առողջ սովորություններ, եթե մարդը ընդհանուր առմամբ ունի անառողջ սովորություններ, նա վարում է պասիվ, ֆիզիկապես պասիվ կյանք, նա սնվում է ինչպես պատահի եւ նա լսում է ինչ-որ մի առողջ սնունդի մասին, ինչ-որ մի լավ մթերքի մասին եւ սկսում է այդ մթերքը օգտագործել 1, 2, 3 անգամ, այդ մթերքը իրեն ոչ մի օգուտ չի տա։ Այսինքն, իսկ եթե մարդը ընդհանուր առմամբ ունի առողջ ապրելակերպ, որն է ֆիզիկական ակտիվությունը, ուտելու մեջ զսպվածությունը, ռեժիմը, հա, եթե կուզեք, այդ դեպքում անգամ ամենավնասակար մթերքները, որոնք նա կարող է օգտագործել ժամանակ առ ժամանակ, ոչ մի վնաս նրան չեն տա միանշանակ եւ հետեւաբար, եթե մենք այսպես ես ավարտեմ այս նախադասությունս առողջ սեռական կյանքի համար ինչ է պետք է առողջ մետաբոլիզմով մարդ, իսկ սա անհնարին է առանց առողջ ընդհանուր առողջ սովորությունների եւ առողջ սնունդի ընդհանուր առմամբ։
Ինչպես արդեն նշվեց, սնունդը չափազանց մեծ նշանակություն ունի ընդհանուր առողջության եւ սեռական առողջության պահպանման հարցում, եւ սննդային չարաշահումները շատ հաճախ իհարկե առաջացնում են սեռական խանգարումներ։ Ինչ պետք է անել նման դեպքերում։ Իհարկե կարգավորել սննդակարգը, նշանակել ճիշտ գրագետ սննդակարգ, բացառել վնասակար սնունդը եւ դրանից զատ նաեւ նշանակել համապատասխան դեղամիջոցներ սեռական ֆունկցիան բարելավելու համար։ Այդ հարցում մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր տադաֆոր դեղամիջոցով։ Տադաֆոր դեղամիջոցը նախատեսված է պոտենցիայի խանգարման բուժման համար եւ ունի երկու դոզավորում 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության համար։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն եւ պացիենտները արդեն նշում են տարբերությունը բուժման հենց իսկ սկզբնական ժամանակահատվածում։ Դեղամիջոցը ունի նաեւ ժամային արտահայտված ազդեցություն, այն ազդում է մոտավորապես 36 ժամ։ Այսինքն դեղամիջոցը ընդունելուց հետո տղամարդը կարող է կրկնակի հարաբերություններ ունենալ նույնիսկ 36 ժամվա ընթացքում։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի նաեւ հակացուցումներ, որոնց մասին անպայման պետք է բուժող-բժիշկը տեղեկացնի պացիենտին։ Տիկին Աբովյան, խոսեցինք իհարկե վնասակար սովորությունների, վնասող սննդի մասին, իսկ ըստ ձեզ որ սնունդն է դրական ազդում սեռական առողջությանը։ Այստեղ ես ուզում եմ հիշել, եթե չեմ սխալվում, մեծն Հիպոկրատի խոսքերը, որը ասել է ամեն ինչ թույն է եւ ամեն ինչ դեղ է։ Տարբերությունը չափաբաժնի մեջ է։ Այո։ Շատ հետաքրքիր է, որ հիմա կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք կարող են միջին ստատիստիկ մարդու ուղեղը այսպես ցնցել, հա, կոգնիտիվ դիսոնանս առաջացնել, ճիշտն ասած ինձ մոտ էլ է դա մեկ-մեկ լինում, այս նոր հետազոտություններին ծանոթանալիս։ Հակասական տվյալներ։ Հակասական, այո։ Որտեղ ապացուցվում է այս հիմնաքարային սկզբունքը, որ ամեն ինչը չափի մեջ է լավ։ Ամենաօգտակար մթերքը, որը բոլորը գիտեն, որ նա օգտակար է, չափից ավել օգտագործումը կարող է արդեն վնասել։ Եվ հետևաբար, գիտեք, բազմաթիվ հետազոտության տվյալներին ծանոթանալով, այսօր կարդալով, այդ հոդվածները ծանոթանալով, այդ հետազոտության տվյալներին, որոնք կարող են տևել 20 տարի, 30 տարի, հետո այդ տարբեր հետազոտությունների, այսպես ամփոփիչ մետաանալիզին, ես հասկանում եմ մի բան, որ ամեն ինչը, եթե մենք կարողանանք այսպես ռեզումե անել, ընդհանուր, ամեն ինչը լավ է չափի մեջ, անգամ ամենաօգտակար սնունդը, որի մասին մենք լսել ենք առհասարակ, դրանք շատ են, բանջարեղենը, կանաչին, սրանք էլ պիտի ունենան չափաբաժին, որպեսզի բացի օգուտից չվնասեն, եւ մարդը պետք է սնվի բալանսավորված եւ ոչ միայն սպիտակուց, ճարպ, ածղաջուր, ինչպես միշտ սովոր ենք եղել, հա, մեզ ինստիտուտում էլ սովորեցրել են այս 3 պարամետրերով, վիտամիններ, միկրոէլեմենտներ, ոչ, մթերքների մեջ կան շատ այլ ուրիշ կարևորագույն ուրեմն նյութեր, տարբեր անվանումներով, ֆլավոնոիդներ, անտացիաններ, հակաօքսիդանտներ, ընդհանուր, հա, այս խումբը, սրանք էլ են շատ կարևոր եւ մարդը պետք է այսօր ծանոթանա այդ ամենին, հա, մենք ծանոթացնում ենք մեր պացիենտներին, ինչպես անել, որ քո ափսեն պարունակի այն քանակը այդ մթերքների, որը քեզ անհրաժեշտ է քո առողջությունը կարգավորելու, լավացնելու համար, որը քեզ անհրաժեշտ է քո ուժերը վերականգնելու, ուժ տալու, լիցքավորելու համար, բայց այն չափաբաժինը պետք է լինի, որ արդեն օգուտը չանցնի դեպի վնաս։ Ամենաօգտակար մթերքները անգամ սխալ օգտագործման, չափից շատ օգտագործման դեպքում կարող են անդառնալի վնասներ տան։ Եթե հետաքրքիր ես, անգամ կարող եմ օրինակներ բերել։ Իհարկե։ Բոլորին հայտնի է, թե ինչքան օգտակար են բուսական մթերքները, կանաչին, բանջարեղենը, հա, օրինակ։ Գիտեք, իդեպ ես երբեք անգամ հարցազրույցներ եմ ունեցել, ինձ հարցրել են շատ անգամ այդ դետոքս ծրագրերի մասին, ես երբեք դրանք չեմ սիրել եւ միշտ ասել եմ խորհուրդ չեմ տալիս դա անել։
դետոքս ծրագրեր հսկայական քանակներով, կանաչի, բանջարեղեն, կանանչ կոկտեյլներ, այսպես սրանք կարող են, եթե մարդը իսկապես սրանց վրա նստում է, այսպես ասած, կոպիտ, հա, եւ սկսում է սրանք շատ օգտագործել, մենք կարող ենք ունենալ շատ անդառնալի հետևանքներ։ Սրանցից ամենավառ արտահայտվածը դա լյարդի տոքսիկ քայքայումն է, ընդհուպ միջև լյարդի ցիրոզ եւ ռակ։ Օրինակ շատ տարածված է, ինչ շատ են հարցրել դրա մասին, նեխուրով կոկտեյլներ։ Որպես խթանիչ եւ իմունիտետը կարգավորող։ Որպես դետոքս ծրագրեր, նեխուրի հյութեր, հսկայական քանակներով, ուրեմն արդեն ապացուցված է ուղղակի հետազոտություններով եւ շատ թարմ, որ նախ նեխուրի մեջ կան նյութեր, որոնք շատ ուժեղացնում են մեր ֆոտո զգայունությունը եւ ֆոտոսենսիբիլիզացիա, այո, եւ կարող են առաջացնել այսպես ավելի անմեղից միջև ամենավտանգավորը ծերություն, մաշկի ծերություն, որտեղ մենք գիտենք վաղաժամ, որտեղ մենք գիտենք, որ ամենահզոր մեխանիզմներից մեկը մաշկի ծերացման դա արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն է եւ սա հենց ուժեղացնում է այդ ուլտրամանուշակագույն ճառագայթի բացասական ազդեցությունը մեր վրա։ Ուրեմն մաշկի ծերացում, ծերունական լաքաներ, ընդհուպ միջև մաշկի ռակ, մելանոմա, որը գիտենք նորից ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանք է։ Եվ սա օրինակներից մեկն է։ Օրինակ այն նույն ցեղատեսակի կանաչիները, մաղադանոսը եւ սամիթը, նույն ցեղատեսակի կանաչիներից է, բնականաբար լավ կերակուր է մեր աղիքային միկրոբիոտան շատ է ուրախանում, երբ մենք իրանց ուտում ենք, բայց բավական է մի քանի ամիս օրական 50 գրամից սրանցից ավել օգտագործումը, անգամ 50 գրամի օգտագործումը ամենօրյա մի քանի ամիս հետո կարող է բերել լյարդի լուրջ անդառնալի խնդիրների։ Եվ այս օրինակը ուղղակի ցույց է տալի, որ ամենաօգտակար մթերքներից որոշները եւ բոլորը գրեթե կարող են ունենալ բացասական ազդեցություն, եթե մենք չգիտենք չափը։ Մեր ազգի մեջ շատ ընդունված է այսպես մի բան, մարդը ոչինչ չի անում երկար տարիներ, հետո միանգամից որոշում է առողջանալ եւ ինչ որ բան է լսում ու սկսում է սա այս մի բանը անել չափից դուրս։ Մնացած բոլոր ասպարեզները թողած, բայց ես միշտ խրախուսում եմ հասկանալ մի բան, որ առողջությունը սա համալիր գործողությունների արգասիկ է, թե ֆիզիկական ակտիվ կյանքի, թե սննդային առողջ սովորությունների, թե առողջ մենյուի եւ թե բարձր տրամադրության անպայման, որտեվ եթե մենք ամեն ինչը լավ անենք եւ ֆիզիկական ակտիվություն ունենանք, լավ մենյու ունենանք առողջ, բայց ունենանք վատ տրամադրություն եւ դեպրեսիա, վստահորեն կարող եմ ասել, որ թե այս մենյուն մեզ օգուտ չի տա, թե այդ ֆիզիկական ակտիվությունը օգուտ չի տա, որտեվ այն քանակի ստրեսային հորմոնները, որոնք մեր մեջ անընդհատ ներկա լինեն, նրանք քչեզոքացնեն բոլոր օգտակարությունը, որը մեզ բերում է, այնպես որ դրական ներսից դրական տրամադրվածությունը, չգիտեմ, բարությունը, լավ մարդկանց շրջապատում լինելը, առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, օպտիմիստ լինելը մեզ տանում է առողջության եւ առողջությունն էլ մեզ ապահովում է առողջ սեռական կյանք։ Տիկին Աբովյան, որ մթերքներն են համարվում աֆրոդիզիակներ։ Գիտեմ, որ կա մի ուղղություն, բավականին զարգացած, շատերը դրանով հրապուրվում են, մթերքները կոչվում աֆրոդիզիակներ, որոնք են դրանք։ Եվ արդյոք դա գիտական ապացուցված է, թե գուցե ավելի շատ հոգեբանական ներշնչանք է։ Միանշանակ ավելի շատ հոգեբանական ներշնչանք է։ Իհարկե, ինչպես ասում են, ճշմարտությունը մեջտեղում է։ Ճշմարտությունը մեջտեղում է։ Կան մթերքներ, որ իսկապես կանոնավոր, ճիշտ չափաբաժիններով օգտագործման դեպքում, իհարկե նորից համալիր, առողջ կեցվածքի պայմաններում, հա,
ընդհանուր առմամբ առողջ կեցվածքի պայմաններում կան մթերքներ, որոնք կարող են նպաստել մարդու որպես աֆրոդիզիակ ասենք, հա, թող ասենք այդպես, որը կարող է նպաստել առողջ սեռական կյանքին, այո։ Եկեք բարձրաբանենք, որպեսզի մեզ հասկանան։ Մթերքներն են, որոնք նպաստում են առողջ սեռական կյանքի ֆունկցիայի, այո, առողջ սեռական ֆունկցիայի։ Հետևաբար եզրակացնում ենք, որ այս մթերքները պետք է լինեն նպաստավոր ընդհանուր առողջության համար։ Նորից կարող ենք ասել, օրինակ, շատ լավ աֆրոդիզիակ կարող է հանդիսանալ ուղղակիորեն ազդեցության ուղղակի մեխանիզմով կծու մթերքները։ Եթե չկան հակացուցումներ, իհարկե սրանք կարող են ունենալ հակացուցումներ, եթե մարդը չունի հակացուցումներ եւ սեռական կյանքից 1-2 ժամ առաջ օգտագործված կծու պղպեղը, սոխը, սխտորը, հա, սրանք կծու են եւ իհարկե ստեղ արդեն ուրիշ տհաճ սրանց կիրառման հետ կապված տհաճ բաներ կարող են լինել, բայց ամենակարևորը սնունդը, որը որ նպաստում է, հա, առողջ սեռական կյանքին, նա նաեւ որոշակի այլ պարամետրերով էլ պետք է դիտենք, հա, որ չխանգարի ուղակի սեռական հարաբերություններին, հա, անմիջապես սեռական հարաբերություններից առաջ կան մթերքներ, որոնք չարժե օգտագործել, հա, որոնք կարող են առաջացնել փքվածություն, հա, ավելորդ գազեր, օրինակ, հա, գազերի առաջացում, այս բան չարժի շատ օգտագործել ալկոհոլ։ Մեզանում ճիշտ հակառակն է։ Պլանավորված սեռական հարաբերությունից առաջ, որպես կանոն միջև վերջի շունչը ուտում են, հետո այդ ամեն ինչը համեմում գազավորված ըմպելիքներով, հետո թռնում անկողին օրգազմներ ապրելու ակնկալիքով։ Իհարկե օրգազմներ չեն ապրում են, բայց ավելի շատ մարսողական օրգազմներ են ապրում, դուք ճիշտ նշեցիք։ Շատ լավ, ինչպես կազմել օրվա մենյուն, ինձ ձեր կարծիքն է հետաքրքիր, որպես առողջ սննդակարգ, ինչը բացառել, ինչը ընդգրկել, որպեսզի ընդհանուր եւ մասնավորապես սեռական ֆունկցիան միշտ լինի արևաշող վիճակում։ Ուրեմն մեր մենյուն հետևաբար պետք է ուղղված լինի ընդհանուր գեներալիզացված բորբոքումը կանխարգելելու կամ բուժելու համար, որտեղ եթե կա գեներալիզացված բորբոքում, չի կարող լինել առողջ սեռական կյանք։ Գեներալիզացված բորբոքմանը, օրգանիզմի քաշի ավելացմանը եւ նյութափոխանակային համախտանիշ ճարպակալում առաջացման մթերքները պետք է բացառվեն սննդակարգից կամ գոնե խիստ սահմանափակվեն։ Սրանք բոլոր զտված մթերքներն են, մշակված մթերքներն են, շաքար պարունակ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ, շաքար պարունակող մթերքներ, քաղցր հյութեր, գազավորված ըմպելիքներ, խմորեղեն, կոնֆետներ, չիփսեր, մշակված բոլոր մթերքները։ Ես այսպես մի հատ շատ բնութագրող նախադասություն եմ ասում, որ միանգամից պարզ է դառնում։ Այն մթերքները, որը կարելի է խանութում արդեն ուտել, այս մթերքները ուտել չի կարելի։ Այսինքն այն սննդամթերքը, որը մենք պատրաստում ենք տանը, նորմալ պայմաններում, այս սննդամթերքը շատ լավ է եւ բալանսավորված պետք է լինի, խորհուրդ է տրվում բավական քանակով սպիտակուց օգտագործել անպայման, ընդ որում վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այս սպիտակուցի մեծ մասը պետք է լինի բուսական։ Խորհուրդ չի տրվում առավոտից երեկո ուտել միս եւ մսամթերք։ Ընդհանրապես վերջի հետազոտություններ կան, որ ասում են, որ շատ վնասակար է թե կարմիր միսը, թե թռչնի միսը, սպիտակ, անգամ անյուղ ձկան միսը ոչ մի օգտակարություն չունի, եթե ոչ վնասակար է։ Ձկնեղենից խորհուրդ է տրվում միայն ճարպոտ օվկիանոսային ձուկը, օմեգա 3-ով հարուստ ձուկը, այո։
Մսամթերքը, եթե թռչնամիս է, խորհուրդ է տրվում 2 անգամից, շաբաթական 2 անգամից ավել չօգտագործել։ Շատ օգտակար են լոբազգի մթերքները, սոյայի մթերքները, իդեպ ասեմ սոյայի հանդեպ չգիտես ինչու այնպիսի վատ վերաբերմունք է ձևավորվել մեր ազգի մոտ, բայց իրականում սոյան շատ լավ մթերք է եւ ընդհանրապես լոբազգին, սրանք շատ լավ սպիտակուցի աղբյուր են մեզ համար։ Բավարար քանակով մարդը պետք է օգտագործի միրգ, բանջարեղեն, պարտադիր, ընդ որում ասեմ միրգը, հատապտուղը ինչքան ավելի մուգ գույնի են, այդքան ավելի օգտակար են։ Ընդհանրապես մեր ափսեն պետք է լինի շատ բազմերանք, այո, բազմերանք տարբեր գույների։ Ափսեն պետք է ուրախացնի աչքը անպայման մարդու իր գույնավորությամբ, շատ օգտակար են ցիտրուսային մրգերը, շատ օգտակար է ավոկադոն, մենք գիտենք, բոլոր բնական մթերքները եւ հիմնականում շեշտադրված բուսական մթերքների վրա բավարար քանակի բանջարեղեն, կանաչի, մրգեր, հատապտուղներ, ընդեղեն, բայց խիստ սահմանափակ չափաբաժիններով, սերմեր, ընդ որում մի շատ հետաքրքիր բան ասեմ, սովորական արևածաղկի սերմերը կարող են մեզ համար դառնալ ուղակի ինչպես դեղատուն, ուղակի դեղ կարող է լինել, եթե նրանց օգտագործել ճիշտ մշակումից հետո, ոչ թե այնպես ոնց որ բոլորն են օգտագործում, հա, ճիշտ քանակով, ճիշտ մշակումով կարող է դառնալ ուղակի դեղ։ Տարբեր սերմերը եւ այլն։ Մեր ափսեն պետք է լինի, ես սիրում եմ կենթանի բառը, նա պետք է լինի կենթանի, այսինքն չպետք է բազմաթիվ միջև մեզ հասնել արդեն բազմաթիվ մշակումներ անցած լինի։ Դա ամբողջական հացահատիկն է, տարբեր, ընդ որում մենք չպետք է անընդհատ օգտագործենք մի տեսակը։ Հա, մեզ մոտ շատ տարածված է օրինակ հնդկաձավարը, ամեն օր հնդկաձավար, ոչ, շատ բազմաթիվ են։ Եվ գիտեք ես ինչ եմ հայտնաբերում իմ պացիենտների մոտ, որ գրեթե բացի բրինձից եւ հնդկաձավարից մարդիկ չեն օգտագործում այլ տեսակի հացահատիկ, բայց հացահատիկը շատ բազմազան է եւ բոլոր տեսակի հացահատիկը պետք է առկա լինի մեր մենյուի, մեր ափսեի մեջ ճիշտ չափաբաժնով եւ ճիշտ մշակված։ Շնորհակալություն Տիկին Աբովյան հետաքրքիր զրույցի համար։ Իհարկե ափսեն պետք է լինի առողջ, ափսեն պիտի լինի բազմերանգ, որպեսզի ընդհանուր եւ մասնավորապես սեռական առողջությունը լինի ամուր եւ երկարատև։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ թույլ տվեք ընթերցել հարցը։ Սեքսի ժամանակ իմ հեշտոցը ոչ միշտ է նորմալ խոնավանում։ Ես անհանգստանում եմ, միգուցե ինչ-որ խնդիրներ ունեմ, նկատել եմ նաև, որ զուգընկերս նույնպես գանգատներ ունի, կարծես թե թուլություն է նկատել։ Խնդրում եմ օգնել։ Հեշտոցային չորությունը կանանց մտահոգող ամենահաճախակի խնդիրներից է։ Մասնավորապես այս գանգատը նկատվում է այն ժամանակ, երբ կարճ են լինում փաղաքշանքները, կամ կինը դեռ պատրաստ չի հարաբերության, գուցե ինչ-որ այլ խնդիրներ կան, օրինակ միզասեռական համակարգի բորբոքային պրոցեսների հետ կապված եւ այլն։ Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ եթե խնդիրը պարբերաբար կրկնվում է, նշանակում է պետք է հայտնաբերել պատճառը։ Հեշտոցային չորություն կարող է նկատվել, օրինակ, եթե առկա է հորմոնային ինչ-որ խանգարում, որը ժամանակի ընթացքում բերում է հեշտոցի չորության։ Եթե օրինակ կնոջ մոտ նկատվում է էստրոգենների պակաս, իսկ էստրոգենները, ինչպես գիտեք, ապահովում են խոնավությունը, ապա այդ դեպքում նույնպես կարող է նկատվել հեշտոցային չորություն, որն էլ իր հերթին առաջացնում է մյուս գանգատը՝ ցավ հարաբերության ժամանակ։ Մյուս պատճառը, որը կարող է հանգեցնել հեշտոցային չորության, լարվածությունն է։ Բանն այն է, եթե պրոցեսը տեղի ունենում շատ արագ, հապճեպ եւ կինը չի հասցնում տրամադրվել բուն հարաբերությանը, նրա մոտ նկատվում է չորություն, որն էլ կարող է նույնպես հետագայում արդեն պարբերաբար կրկնվել ու կինը արդեն սկսում է հրաժարվել սեռական հարաբերություններից։
Շատ դեպքերում հեշտոցային չորությունը խնդիր է առաջացնում նաև զուգընկերոջ մոտ, ինչը նաև նշված էր նամակում։ Չորության պարագայում տղամարդու համար բավականին դիսկոմֆորտ վիճակ է ստեղծվում եւ անդամի ներհրման ժամանակ կարող է նկատվել պոտենցիայի նվազում։ Շատ դեպքերում տղամարդիկ նշում են, որ պոտենցիան խանգարվում է ներհրման պահին պայմանավորված հեշտոցային չորությամբ։ Ինչպես լուծել խնդիրը։ Նախ պետք է իհարկե պարզել պատճառը։ Եթե պատճառը լարվածությունն է, բնականաբար պետք է նշանակել համապատասխան դեղամիջոցներ լարվածությունը հանելու համար։ Բացի այդ, եթե պատճառը կապված է բորբոքումների հետ, պետք է նշանակել հակաբորբոքային բուժում, իսկ եթե պատճառը կապված է հորմոնային տեղաշարժերի հետ, հանձնել համապատասխան անալիզներ, պարզել թե ինչ վիճակում են սեռական հորմոնները եւ դրանից հետո անցնել բուժման։ Ինչպես օգնել տղամարդուն։ Բնականաբար նման դեպքերում կնոջ մոտ հեշտոցային խոնավությունը ավելի է սրվում, երբ տղամարդու պոտենցիան գնալով ավելի է վատթարանում։ Եթե նկատեցիք, այս խնդիրները փոխկապակցված են, այսինքն մեկի գանգատը բերում է մյուսի մոտ խնդրի առաջացմանը եւ արատավոր օղակի սկզբունքով կնոջ մոտ խնդիրը ավելի է խորանում։ Բնականաբար նման դեպքում պետք է անպայման բուժվի զուգընկերը եւ որպես կանոն այս հարցում մեզ կարող է օգնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը Megapotenzin Long կենսաբանական հավելումով։ Megapotenzin Long-ը ունի մի շարք առավելություններ։ Դրանցից մեկն այն է, որ այն բացարձակապես բուսական ծագման է, հարուստ վիտամիններով եւ միներալներով։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ տուփի մեջ դրանք առանձնացված են եւ ընդունվում են առանձին, առավոտյան եւ երեկոյան։ Չեմ կարող չնշել մյուս կարևոր առանձնահատկությունը՝ Megapotenzin Long-ը չի առաջացնում կախյալություն։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետեւ շատ տղամարդիկ ինչ-ինչ պատճառներով խուսափում են քիմիական ծագում ունեցող դեղամիջոցներից եւ նախապատվությունը տալիս են բուսականներին։ Սեռական ֆունկցիան լիովին վերականգնելու համար շատ կարևոր է նաև հաճախականությունը։ Այս դեպքում թե կնոջ, թե տղամարդու համար նախընտրելի է, որ հարաբերությունները լինեն ռեգուլար, օրինակ շաբաթվա կտրվածքով, ինչ որ հաճախականությամբ։ Նախ նման դեպքում կնոջ մոտ հեշտոցի խոնավացման մեխանիզմը արդեն ամբողջապես սկսում է վերականգնվել, իսկ տղամարդու մոտ սեռական պոտենցիայի խնդիրը հատկապես բուժումը ստանալուց հետո արդեն ամբողջությամբ վերանում է եւ փաստորեն այս պարագայում հնարավոր է լինում սեռական առողջությունը վերականգնել ամբողջապես։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Գտեք մեզ ATV-ի եթերում ամեն ուրբաթ։ Իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած օր եւ ցանկացած պահի, դիտել մեր տեսանյութերը, թողնել մեկնաբանությունները։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։